Սուրբ Հովանավանքում ինչ որ կատարվում է, փորձենք աստիճանաբար գալ, որպեսզի գաղափարապես հասկանանք, թե ինչ է կատարվում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայտարարություն է գալիս, որ կարգալույծ է հռչակվել հոգևորականը նշում է, որ ինքը կարգալույծ չի, եւ իշխանական կողմն էլ եւ ինչ որ աջակիցներ ասում են, որ կարգալույծ եղած հոգևորականը չի կարող կարգալույծ հռչակել, ինչ որ օծել կարող է փաստացի, բայց կարգալույծ հռչակել չի կարող։ Քանի անգամ նկատեցի իրենց խոսքերում մարդիկ էլ նույնիսկ, որ ասում անգիր արած բաներ են ասում, օծումը որևէ մեկը չի կարա հանի կամ վերացնի։ Ցանկացած քրիստոնյա մարդ մկրտությամբ որ դառնում է քրիստոնյա, այդ օծումը իր վրայից չի վերանում, երբ որ ինքը մեղքեր է գործում։ Մկրտությունը ինքը ստացել է։ Հոգևորականի պարագային, օծյալ հոգևորականի պարագային, օծությունը չի վերանում, ոնց որ իրանք պնդում են եւ ասում են։ Բայց զորությունը, որ տրվել է իրեն, իշխանությունը, որ տրվել է իրեն, այդ օծության միջոցով եւ Սուրբ Հոգու շնորհ, որ տրվել է, դա է վերցվում։ Այսինքն այդ զորությունն է իրենց վերցված։ Հիմա եթե նայում ենք, որ հայտարարություն են անում, որ պատարագ է մատուցվել եւ այնտեղ ներկա եղել իշխանավորներ, նախորդ անգամ խոսեցի, որ եւ ոչ միայն իշխանավորներ, պարզվեց կրոնական տարբեր կազմակերպություններից ներկայացուցիչներ կան, ցես համար զարմանալի չէ, այս փաստը, երբ սահմանադրորեն այսպես սահմանադրություն է խախտվում, կրոնական խղճի ազատություններն են ոտնահարվում, բայց կան կառույցներ, որոնց ներկայացուցիչները փաստացի մաս են կազմում այս իրավիճակին։ Արգելիս, հիմա սահմանադրության որ կետը խախտվեց այսքան տարիներին, որը պահվեց, այսինքն զարմանալու բան չկա, թե ինչքան բաներ կխախտվեն։ Մարդիկ ստացել են իշխանություն, մարդիկ թե համն են զգացել գումարի, թե իշխանության, ու իրենց չգիտես ինչեր են վերապահում։ Բայց պատասխանատվության պահը պիտի գա բոլորի համար։ Մարդկանց առջև պատասխան չտան, Աստծու առջև վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու։ Ես էլ, բոլորն էլ, որևէ մեկը Աստծու դատաստանից չի փախչելու։ Հովանավանքում կատարվածի վերաբերյալ պատարագին, որ իրենք ասում են պատարագ մատուցվեց, պատարագը մատուցում է օծյալ հոգևորականը, դա մեկ։ Պատարագի ժամանակ առջևում, ատյանում նրանք ովքեր որ կանգնում են մասնակցելու պատարագին, իսկ տեսա ես համացանցով էլ, որ այնտեղ Նիկոլ Փաշինյանն էր, կողքը ես դժվարանամ ինչ։ Նախարարներ էին։ Անունը չգիտեմ։ Այո։ Հենց ձախ կողմում էր Նիկոլ Փաշինյանի։ Մի բան էլ իրեն ասեմ, եթե դու գնում ես հենց առջևում ես կանգնում, պնդելով որ պատարագի ես մասնակցում, ինչի ես ձախ ձեռքով խաչակնքվում եւ աչից ձախ խաչակնքվում։ Նախարար Պապոյանի նկատի ունեք, հասկանալի է։ Հրայր Սարգսակ եւ այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպես եք պատկերացնում, եկեղեցին սովորաբար միշտ ավելի իմաստուն է գտնվել, միշտ առաջնորդողի դերում է եղել, այլ դերակատարում է ունեցել, այսօր ստիպված է պաշտպանվել հենց իր երկրի ներսում, հայրենիքի ներսում, պետության ներսում, հանգուցալուծումն ինչպես եք տեսնում։ Ես փորձեմ այսպես ձևակերպել։ Եկեղեցին բացարձակ է, ինչպես պետությունը, պետականությունը։ Եթե մեկը դավաճանում է իր երկրին, դա չի նշանակում, որ պետությունն է դավաճանում։ Պետական այրն է։ Եկեղեցու դեմ հարձակում իրենք որևէ ձև չեն կարող դա տանել հետո, հանգիստ տանել, այսպես ասեմ։ Ինչպես Բագրատ Սրբազանն էր նշել իր խոսքերում, մինչ այս ամեն պրոցեսների սկսվելը, եկեղեցիներ, որ մնացել են ամուր կառույցը, որ պահում է ազգայինը։ Եվ բոլորիդ արդեն քաջ հայտնի է, թե ում խոսքերից հետո ինչ քայլեր ձեռնարկվեցին արդեն եկեղեցու, եկեղեցականների վերաբերյալ, ինչ որ զրպարտություններ, ահաբեկչություններ, ինչ որ բաներ։ Քիչ է մնացել, ես սա ասում եմ որպես հայ հոգևորական։ Իսկ եղբայրական հորդոր ուղերձ ունեք Ստեփան Ասատրյանի նախկին
ջեմարանականին, նախկին հոգևորականին։ Գայթակղության մեջ չընկնի ընդամենը ու ինքը քաջ գիտակցում է, որ գիտի մեղքերի թողության պահը եւ իրեն տրված էր մեղքերի թողություն տալ։ Թող ինքը քաջ գիտակցի, որ գայթակղության մեջ ընկնելով եւ ոմանց լսելով, ինչ որ իշխանություն տեսնելով, իրեն հետո շատ վատ են վերաբերվելու։ Եկեղեցին ապաշխարողին հետ է ընդունում։ Բայց թող դուրս գա այդ շրջապատից ընդամենը դա։ Հասկանալի է, օրհնաբեր ծառայություն։ Շնորհակալ եմ ողջույն։ Հարց դուք հնարավորություն ունեն ներսում լինել եւ ներսում շփվել Սրբազանի հետ։ Արդյոք նա որևէ խոսք ունի իր աջակիցներին փոխանցելու, ինչ է ասում, ինչ տրամադրվածություն ունի։ Շնորհակալություն։ Հա, եթե կարելի է, իր առողջական վիճակի մասին ենք ուզում, տևական ժամանակ է տեղեկություններ չկան, ինչ վիճակում է։ Ներս դրա մասին։ Փառք Աստծո, Սրբազանի առողջական վիճակը լավ է, տրամադրությունը լավ է, ոգին մարտական է, այսինքն չի հանձնվում, մարտական հանկարծ չհասկանան էլի, այնտեղ մյուս կողմում ասեն, ինչ որ մի բան է պլանավորում։ Ինքը իր հայ տեսակով, մարդ տեսակով, ինչպես որ եղել է, մնում է հավատարիմ հայ ազգին, հայ եկեղեցուն եւ հայ արժեքին։ 3 հատկանիշներով օժտված։ Իսկ արդեն շփման հետ կապված ասեմ, որ ճիշտ է իմ կարգավիճակը այլ է, բայց ինձ թույլ չեն տալիս, որ շփվեմ։ Այսինքն զուտ կարող եմ ողջունել ու երբ որ փորձեմ մի բան էլ խոսել, արդեն ասում եմ նստեք ամեն մեկը ձեր տեղում։